Գնացինք։ Բարի լույս սիրելիներս, այսօր երկուշաբթի է, մեզ մոտ ոչ աշխատանքային օր, արթնացել ենք, նախաճաշել ենք սուրճ, ու հիմա գնում ենք Ռուզենստուն։ Գնանք այսօր հանգստանանք, որ վաղվանից արդեն համ երեխաները դասի են, դե մենք էլ աշխատանքի ենք, բայց ես չեմ, ես վաղ արձակուրդ ունեմ մյուս օրվանից։ Գելենք ու նորից սիրած վայրում կանգառ ենք արել։ Տակրկիր այս ինչի են պատրաստվել սենց կոտրել։ Հովս եղանակա գնացինք։ Սիրելիներս արդեն վերադարձել ենք ու ես ընթրիք եմ պատրաստում, լոբի եմ տապակել, կարտոֆիլի պյուրե և կոտլետներ եմ սարքել ընթրիքի համար։ Բարի լույս սիրելիներս, հուսով եմ լավ եք, ինչպես տեսնում եք ես էլ եմ կամաց լավի գնում, ճիշտ է դեռ ամբողջությամբ չեմ ապաքինվել, բայց համեմատաբար արդեն լավ եմ, որ կարողանում եմ խոսել, արդեն իսկ շատ լավ է։ Ճիշտ է հազը դեռ կա, որ սկսվում է մի քանի վայրկյան ա տևում, չեմ ասում մի րոպե, մոտավորապես այդքան անդադար հազում ես, խեղդվում ես, այդպես, բայց դե արդեն լավանում ենք, անգելս էլ անույն կարգավիճակում, ճանապարհել եմ երեխաներին դասի, Վիտոյին աշխատանքի ես էլ եմ գնում ու քանի որ այսօր շատ կարևոր օր է մեր ընտանիքում, որոշեցի ձեզ հետ էլ կիսվել, ապրիլի 22-ը մեր ընտանիքի համար միշտ տոն է եղել, քանզի ապրիլի 22-ին ծնվել է իմ հայրը, շնորհավորում եմ մեկ անգամ ևս, այսպես պապայիս ծնունդը, ցանկանում եմ, որ միշտ առողջ լինի, այսինքն առողջանա, այնքան խնդիրներ ունի առողջական, որ հնարավորինս իրեն լավ զգա ու Աստծո կամքով երկար ապրի, գոնե պապաս դեռ շատ երկար տարիներ մեր կողքին լինի ու հետո արդեն տարիներ հետո այդ գեղեցիկ օրվան ավելացան էլի տոներ, քանի որ ապրիլի 22-ին ծնվել է նաև ամուսնուս պապիկը լուսահոգի, իսկ հետո արդեն 18 տարի առաջ այսօրը հայրիկիս 50-ամյակի օրը նաև մեր նշանադրությունն էր, այսինքն 18 տարի առաջ այս օրը այս պատանին հայտնվել է իմ մատին, նշանադրվել ենք ու էլի առիթից օգտվելով նաև ուզում եմ շնորհավորել բոլոր նրանց, ում ծննդյան օրն է այսօր, կամ հենց այս պահին է, երբ որ տեսանյութը դիտում եք, ցանկանում եմ բոլորիդ այս կյանքում ամենակարևորը առողջ լինեք, առողջ և անփորձանք։ Այդպես սիրելիներս, դե լավ, գնանք, դեստեմ ոնց ընթացքում կմիանամ, գնացինք եղանակը ինչպես տեսնում եք անբամած է, անձրևային է, բայց օրվա ընթացքում կբացի, հետո նորից անձրև կգա, հատաչներս, գնացինք սիրելիներս, շատ լավ հանգստյան օրեր ենք ունեցել, ովքեր դեռ չեն դիտել նախորդ վլոգը, Էլենի ծննդյան վլոգը, սա հաջորդն է լինելու, լինքը կտեղադրեմ նկարագրությունների բաժնում, որովհետև շատ եք գրում, որ դժվարությամբ եք գտնում, շատ տեսանյութեր կան, ուզում եք նախորդը դիտեք, սրանից հետո այնպես կանեմ, որ ամեն հաջորդ տեսանյութի ներքևում նկարագրությունների բաժնում գոնե դնեմ նախորդ տեսանյութի լինքը,
որ կարողանաք, որտեղ այնպես է ստացվում, որ մեր տեսանյութերը կարծես շարունակական են սերիալի նման ու բաներ կա, որ հարցնում եք, բայ ինչի սենց, բայ դի ինչն էր ու քանի որ 3 գիշերը պատասխանել եմ նաև մի քանի կամ կարծում եմ բոլոր երևի Էլենի ծննդյան վլոգի տակ գտնվող մեկնաբանություններին մեկ անգամ եւս այսպես եմ ուզում շնորհակալություն հայտնել բոլորիցը ջերմ խոսքերի, բարեմաղթանքների, շնորհավորանքների համար։ Ուրախ եմ, որ կաք, ուրախ եմ, որ իմ կողքին եք ու բազմիցս եմ նշել, շատ երջանիկ եմ ինձ համարում, որ ունեմ հենց ձեր նման հետևորդներ, այդպիսի նվիրական, բարի հասկացող, ըմբռնումով մոտեցող ու այդքան լավը։ Այդպես սիրելիներս, սաղմուկը չգիտեմ իմ կտրված ձայնի հետ ինչպես է համադրվում, բայց դե գնացինք։ Աշխատանքից դուրս եմ եկել ու մի անգամից ճանապարհին իջա ավտոբուսից մտնեմ Դայիխման մի հատ սովորական աշխատանքի մեջ հագնելու սպիտակ բոթասներ վերցնեմ։ Սրանք շատ լավն են, բայց որ տակը տափակա, երկար քայլելու համար, կանգնած մնալու համար հարմար չի այդքան, թե չէ շատ լավ տարբերակ էր։ Այս տեսակն է հորմար, այս հարմարավոր բարձրում։ Ողջույն սիրելիներս, հուսով եմ լավ եք, գոնե դուք լավ եք, ու եթե ասեմ, որ ես էլ եմ լավ, գիտեմ, որ չեք հավատա, որովհետև տեսքիցս էլ երևում է, որ շատ վատ է, ամեն բան սկսվեց ապրիլի 18-ի երեկոյան, երբ գիշեր այսինքն, երբ գործերս վերջացրել էի ու Էլենի ծննդյան գիշերն էր դա, նախորդ վլոգն էի ուզում մոնտաժել տեղադրել, որ հետո տեղադրեմ Էլենի ծննդյան վլոգը ու հասկացա, որ ձայնս կտրվում է, չնայած այդ օրն էլ արդեն զգում էի, որ ինչ-որ բաներ կա, որ շատ բաներից համ չեմ զգում, ինձ թվում ամեն ինչ անհամ է, հետո դե տեսակ, շատ հյուրեր ունեի, հաջորդ օրը ամբողջովին ձայնս էր կտրվել, չէի կարողանում խոսել, ինձ շատ թույլ էի զգում, բայց փառք Աստծո ամեն ինչ լավ անցավ, հյուրերից շատ լավ ճանապարհեցի ու այդպես ինչ էր ու մինչև հիմա էլ ամբողջ ընդհանուր մկանային թուլություն այս աչքս անդադ թրթռում է ու դա չեմ ուզում կապել ցնապաշտության հետ, այդ ուղղակի մկանային թուլություն է, այդ վկայում է այն մասին, որ օրգանիզմում իմունիտետը ընկել է։ Ուրեմն մկանային թուլություն, ոսկորների ցավ, կոկորդի շատ ուժեղ ցավ, ականջներս ու հետո քիչ-քիչ սկսեցի կորցնել ընդհանրապես համի հոտի զգացողությունը, բայց քանի որ այդ ընթացքում 2 օր պետքա 3 ժամով աշխատանքի գնայի, գնացել եմ բժշկի, բայց ինձ օրինական որպես հիվանդ չեմ գրանցել, որովհետև բոլորն արձակուրդի մեջ էին ու ես ինչպես միշտ ինքնազոհության գնացի ու այդ 6 ժամը չհաշված ճանապարհը ինձ զոհաբերելով գնացել եմ աշխատանքի, որտեվ թիմը արձակուրդի էր, քանզի ես գնացել էի արդեն արձակուրդի մարտի սկզբին, Հայաստան երբ որ գնացի, հերթով այդ ամեն ինչը, մի խոսքով պասերով էլ եսպես ու չկար ոչ մեկ, որ ինձ փոխարիներ ու ես ստիպված էի գնալ, չնայած բժշկի ասելով, որ ասում է ոչինչ, դու տեղյակ պահեիր, ես մի կերպ բան կանեին, կփակեինք ընդհանրապես ոչինչ, բայց դե չէր լինի այդպես Գնանայի հաչում շունիկը, հա, այդպես մի խոսքով անցավ այդ ամեն ինչը ու այսօր եկել եմ տուն, շատ վատ, շատ թույլ, շատ այնտեղ ինչ եմ արել, որ ասեմ դե պացիենտներ չկային, քանի որ բժիշկն էլ տեղում չէր, հեռախոսազանգերին եմ պատասխանել ամբողջ օր նստած թեյը կողքս դրած հեռախոսազանգերին ու եթե հիվանդներ էլ եկել են զուտ խնամքի կաթիլներ խոնավացնող կաթիլներ գնելու կամ դեղորայք գնելու տվել եմ ուղղակի առանց իրենց հետ հատուկ կոնտակտ ունենալու, ինչ եմ այսքան երկար բարակ այս ամեն ինչը ասում, որովհետև ինձ մոտ COVID է։
Այո, երկար բացակայությունից հետո մեզ հյուր է եկել COVID-ը։ Հիմա կասեք Կարինջախը հիմա COVID կա թե չէ, այո կա, ուղղակի հիմա էլ այդքան սարսափելի չի ու գալիս է ոչ միայնակ, գալիս է իր նման դաժան քույրերի հետ, 3 այլ վիրուսների հետ, սեզոնային վիրուսները, ինֆլուենցիա, մի խոսքով այդ վիրուս ու թեստը մի հատ է 4 վիրուսի համար, այսինքն էլի նույն ձևը արվում, ոնց որ COVID-ի ժամանակ էին արվում, բայց հիմա միանգամից, որպեսզի COVID-ն էլ առանձին, քանի որ COVID-ն էլ առանձին իր ուժը կորցրել է, այսպես 4 վիրուսների հետ, բայց ինձ մոտ հաստատվեց, բայց դե այն է բանը, որ կարող ես տանը մնալ քո ցանկությամբ, կարող ես շփվել բոլորի հետ, ինքը էլ այդպես վտանգավոր չի։ Ուղղակի եթե տան անդամները վարակվեն էլ պետք է ընդունեն նույն դեղորայքը, որ դու ես ընդունում, իհարկե կապված տարիքի, քաշի, այդ ամեն ինչի հետ, նույն process-ը։ Այդպես ու հիմա այսօր բացարձակ ոչ մի բանից համ չեմ զգում, հոտ չեմ զգում, այն կարգի, որ հավ էի դրել ջեռոցը կարտոֆիլի հետ, այսպես մեծ մի անգամից ու զգում եմ, որ կարտոֆիլները եփվել էր, հանել էի, ուրեմն կարտոֆիլները եփվել էր, հանել էի ու հավը մնացել էր մեջտեղում ու ես գործ եմ անում իմ համար, զգում եմ, որ աչքերս մի տեսակ ծակում է, այսպես աչքերս մրմռում է, անգելս եկել ասում, մամա, այս ինչ ծուխատունը, ասում եմ, այս ինչ հոտ անգել, վառված թղթի հոտ է գալիս, ասում անգել ես հոտ չեմ առնում, ասում, բայց ծուխն էլ չես զգում, այ մամա ասում է, լայն այնք ինչ ես արել, վերջ նայում եմ, որ ջեռոցի մեջ, որտեղ որ կարտոֆիլները հանել եմ, այդ հատվածները դե վառվում է ու յուղաթուղթն էլ կողքերից լավ սևացել է, հավն էլ մեջտեղում դե հավը չէր վառվել, բայց դե մնացածը վառվում է ու ասում եմ, բացարձակ չեմ զգում, ինչ ահավոր է մարդիկ, երբ որ ապրում են առանց այդ զգայարանների, առանց համի հոտի, կարող է ամեն ինչ պատահել այդ հաց եմ սարքում, ամեն ինչ աշկաչափով ոչ փորձեմ էլ ոչ մի բան չեմ հասկանում, աղի է, անալի է, մենք փորձ ենք անում, այս նույնը եղել է 2020 թվականին, երբ որ նորից հիվանդացա COVID-ով, ուրեմն 20 կամ 29 եմ երևի հիվանդացա, չեմ հիշում, այնքան արագ անցնում ժամանակը, ուրեմն աչքերս փակել եմ, այսպես աչքերս փակ ուտում եմ սունկ տապակած, կարտոֆիլը կամ ոչ մի բանից ես համ չեմ զգում, հոտ չեմ զգում, մածունը զգում եմ սառնա, օքեյ, ուտելիքը տաք է, բայց աղի, անալի, քաղցր, դառը, թթու, կծու, որ սխտորը սպանախ էի, չէի տապակե, միայն խաշել էի, այսինքն զատկից շատ էինք գնել մնացած, պես խաշել էի, պետք է դնեի սարցախցիկ, ասի սպասի մի փոքր գոնե շատ սխտոր մածունով, ուտեմ մի քիչ, գոնե մի քիչ այդ բակտերիաները, մեծ իսկ կոնեն լավ բիո կծու սխտորները կտրատել եմ վրան, չեմ զգում ոչ մի բան, բացարձակապես ոչ հոտն է գալիս, ասեմ ինչ ահավոր է հիմա իմ հետի շփվողները, բայց ոչ էլ կերա այդ այդ քաղցրությունն, այդ սառնությունն էլ դուրս չէր գալիս, այդ կծուն էլ ոչ մի բան որ չէի զգում, ոչ աղի, ոչ անալի, ոնց չգիտեմ ինչ ուտես, ոչ մի բան չուտես, այդպես սիրելիներս մի խոսքով այդ վիճակն է, բայց դե լավ է, որ վաղ ուրբաթ է, վաղը տանն եմ, կտեսնեմ ինչ եմ անում, կհանգստանամ, շաբաթ կիրակի ու եթե վատ լինեմ, երկուշաբթի էլ տանը կմնամ, բայց դե անտանելի է, որ քիթդ փակվում է, շնչառությունդ փակվում է, ակոնջներդ փակվում է, այդ պահերին, երբ որ պարկում եմ, շատ վատ եմ, երբ որ քայլում եմ, շարժվում եմ, ճիշտ է թույլ եմ, բայց ինձ լավ եմ զգում, բայց ինձ պարկում եմ, ակոնջներս է փակվում, քիթս է փակվում, կոկորտս է փակվում, չգիտեմ ինչեր է կատարվում հետս, մի խոսքով սիրելիներս, սկսեց ահավոր ցավալ արդեն կոկորտս քանի չէի խոսել, տեսնում եք այս ծաղկած վիճակները էլի վկայում է այդ հիվանդության մասին, իմ հիվանդ լինելու մասին, բայց դե մի մտածեք, լավ կլինի, շնորհակալ եմ լավ խոսքերի համար, որ ինձ առողջություն եք մաղթում, կառողջանամ ու երևի թե արդեն լավի եմ գնում, որտեղ դառնությունը բերանից ահավոր հիմա նկատելի է, անտանելի, ինչ են անցած օրերի ընթացքում միայն ցավ էի զգում, կոկորտի դառնություն չէի զգում, բայց այսօր արդեն մի ժամ է, ոնց որ
Զգում եմ, ինչ եմ անում հիմա կասեք, ոչ մի ավելորդ դեղորայք չեմ ընդունում, խմում եմ միայն թարմը նանայով, իմբիրով, կիտրոնով, հենա բանով սարկացա, գրաֆինկայով դրածա, գնում գալիս խմում եմ, շատ տաք չեմ խմում, անդադ ջուր եմ ավելացնում վրան, որ գոլ լինի, գոլից մի քիչ էլ տաք նույնիսկ, բայց ոչ շատ տաք, ու անընդհատ դա եմ խմում, մեկը համ չեմ զգում, աշխատում եմ այնպիսի բաներ ուտել, որ օգտակար լինի, թարմ թխած հացով մեղր կարագ, ուրիշ ոչ մի բան, այդպես սիրելիներս, ջերմության դեպքում դե պարացետամոլ եմ խմում, գիշերն է հիմնականում բարձրանում ջերմությունս, ու կոկորտի ողողելու այն ավանդական նյութով ողողում եմ կոկորտս ու վերջ, մի խոսքով լիստերինով, արդեն հիշողությունս էլ իբր լավ էր ես վերջերս, հիմա նորից մի անգամ կովիդ, այն նախորդ կովիդից հետո հիշողությունս ահագին վատացել էր, հիմա այս մեկից հետո էլ ավելի շատ կվատանա, պես որ հուսամ շատ բաներ չեմ մոռանա, այդպես սիրելիներս դե լավ մնացեք, կհանդիպենք, հուսով եմ մի փոքր ավելի լավ տեսքով նայում եմ կամերայի մեջ իմ տեսքին ու հիասթափվում եմ։ Բարի լույս սիրելիներս, ուրեմն հեչ կարևոր չի, որ հիվանդ եմ, բայց միևնույնն է, qoranոցում եմ, այստեղ պեչենիկներ եմ պատրաստում երեխաների համար, ինչի չէ նաև թեյի համար, որ ես էլ գոնե կարողանամ մի փոքր, չնայած համ չեմ զգում, հոտ չեմ զգում, ոչ մի բան, բայց թե ու այստեղ 3 հատ խմոր էի արել, որ հաց թխեի, մի գունդը պահել էի, դրել էի սառնարան, այսպես բարձրացել էր կողքերից, տեսնում եք, հիմա հանել եմ, հետ եմ հունցել, թողել եմ, որ հասունանա, նորից մի հատ մատնաքաշ թխեմ, այստեղ էլ սովորական այն բանով, ինչա ծիթայյուղով պեչենիկներն եմ թխում և ու այս կողմում էլ սոխառացն եմ պատրաստել, կոլոլակով ճաշ եմ եփում հիվանդի հենց հատուկ մեր համար։ Ամեն այսպիսի խտության եմ արել, որովհետև ոչ բիսկվիթ էի ուզում, ոչ էլի վիճակի էի, այսպես հատիկ գնդիկներ անել, գնդիկավոր սարքել, այսպես եմ արել, որ հենց այսպես լցնեմ սինիի վրա, բայց ձեռքս ուժ էլ չունի, էլի, ասեմ, հետ էլ ասեմ, թե ինչ եմ իմ գլխին բաներ գործել բացում, հիմա կասեք, լավ, գնամ կոլոլակներն իջեցնեմ արդեն խոսի ջրի մեջ, ահա այսպես, սոխառած արել եմ, թափնու տերևներ եմ ավելացրել, աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, տոմատի մածուկ ու հենց եռած իջացրել եմ կոլոլակները, իդեպ իմ պատրաստած տոմատի մածուկն է, այսպես քամել եմ բնականը, եռացրել եմ չնայած, ահա մի հատ այսպես ցույց տամ, պես հյութի նման է, բնական դրել եմ մի փոքր խաշվել է, հետո կլպել եմ, եռացրել եմ, մաքրել եմ, բլենդերել եմ ու նորից մի փոքր ծիթայյուղ, աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ ու թողել եմ եռացել, այս ջրիկոտ զանգված է, որ ավելացնում եմ ճաշերին բնական տոմատ։ Սիրելիներս վերջ, կոլոլակով ապուրն արդեն պատրաստ է, չեք ասել 10-ից եկել լեցրել եմ, որ գա ուտի, այսպես մի կտոր սև հացով, մինչև ամբողջական հացահատիկի ալյուրով, մինչև իմ թխածը ջեռոցումը պատրաստ լինի, այդպես, ըս կողմում էլ արդեն պատրաստ են պեչենիկները, այսպես միշտ, մեկը մի քիչ ավելի բաց գույն եմ անում, մեկն ավելի մուգ, իսկը մեկ ավելի երկար եմ թողնում ջեռոցում, այսպես շատ համով էր Զոյկան ասեց, ես չեմ զգում դեռ ոչ համ ոչ հատ, մի փոքր չնայած զգացի, որ քաղցր է, քաղցրությունը զգացի, զարմանալի էր, Սիրելիներս բազմից եմ նշել, որ հացը էլ ավելի լավ է ստացվում համեղ և ավելի դյուրամարս, երբ որ մի գիշեր գոնե մնում է սառնարանում խմորը պատրաստի ու ահա սա էլ արդյունքը, տեսեք, այսպես 4 կեղևով, ինչ որ եմ հանել, պակը լավ եփված, լավ ուռած, ուղղակի
չէի նկարել, տեսնենք թե ինչքան բարակ էի բացել, այսպես բարակ ուղակի մատնաքաշի ձև եմ տվել, ու պատկերացրեք ինչքան իդեալական կլիներ, երբ որ ֆորմաների մեջ թխես, այս, այնպես որ, եթե դեռ չեք փորձել, անպայման փորձեք, որ կտրեմ, դա էլ ցույց կտամ։